Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք հայ-ռուսական հարաբերություններից եւ իմ հյուրերն են Թաթուլ Հակոբյան, Անի կենտրոնի հիմնադիր, բարև ձեզ, շնորհակալություն հրավերելու համար, եւ Արմեն Պետրոսյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, թեման, որին մենք այսօր անդրադառնալու ենք, իմ կարծիքով սերտորեն կապված է եւ կախված է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հարցերի հետ։ Շատ ու շատ որոշումներ կամ որոշումների բացակայություններ ռեակցիա են հայ-ռուսական հարաբերությունների ուրեմն ներկայիս վիճակին։ Մենք վերջին անգամ այս թեմային անդրադարձել ենք մոտավորապես 1 տարի առաջ եւ այդ օրերից մինչեւ օրս շատերը հայ-ռուսական հարաբերությունները բնորոշում են որպես ճգնաժամ կամ ճգնաժամերի համալիր։ Պարոն Հակոբյան, ինչպես կարձագանքեք այդ որակավորմանը։ Նախ միջև որակավորմանը երկու բան եմ ուզում ասել, որովհետև շատ գոնե ես այդպես եմ մտածում, Հայաստանի համար կա երկու ճակատագրական ուժ, որոնք կարող են այնպիսի ցավալի հարվածներ հասցնել, որ մեր պետությունը կարող է տասնամյակներ հետ ընկնել կամ նույնիսկ պետականություն կորցնել։ Մեկը Ռուսաստանն է, մյուսը Թուրքիան է։ Եվ այս երկու պետությունների հետ հարաբերություններում մենք պետք է շատ զգուշ լինենք, որովհետև նաև պատմական փորձն է դրան տանում։ Սա առաջին, որպես այսպես մուտք, երկրորդը ռուսների մոտ կա ընկալում, որ Հայաստանի Հանրապետության հիմքը կամ մաղքը դրվել է 1827-28 թվականներին, երբ որ Ռոմանովների Ռուսաստանը Երևանը գրավեց պարսիկներից եւ այստեղ ստեղծեց առաջին վարչական միավորը Արմյանսկայա օբլաստը, հայկական մարզը, որը հետո շատ կարճ ժամանակ էր, դա Նիկոլայ առաջին ժամանակն էր, դարձավ Երևանի նահանգ։ Եվ նրանք այդ մասին անգամ մինչև այսօր բանակցությունների ժամանակ սա հիշեցնում են հայկական կողմին, որ սա դուք հիշեք այս ամեն ինչը, ասել կուզվի, որ պետականության հիմքում նաև մենք ենք ձեր կանգնած եւ դուք շատ, այսպես ասեմ, հա, եթե իմ բառերով ձևակերպեմ, դուք ուրեմն շղթաներով կապված եք Կրեմլի պատերից ու դուք շատ այսպես կողք աջ ցախ գնալու շատ այդքան հնարավորություններ չունեք։ Հիմա գամ հիմնական հարցին, այո, հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են, խորը ճգնաժամի մեջ են, որի հիմնական գլխավոր կետը Արցախի հարցում մեր կրած պարտություններ եւ այդ պարտության ժամանակ Ռուսաստանի դերակատարություններ։ Սա է հիմնական, իհարկե այլ եւ ընդհանրապես երկկողմ հարաբերություններում միշտ կարող են լինել ճգնաժամեր, բայց սա գլխավորն էր։ Ես պարտադիր չի, որ հիմա ես պետք է մեղադրեմ Ռուսաստանին կամ ասեմ մեզ դավաճանեն։ Եվ ընդհանրապես ինչ է նշանակում օտար երկիրը մեզ պետք է դավաճանի։ Հո սեր է խոստովանել, ինչ է արել, բայց մենք սխալ հաշվարկ էինք կատարել եւ մենք մտածում էինք, որ միշտ ռուսները ադրբեջանցիներին, թուրքերին կկանգնեցնեն, բայց մի օր եկավ, որ չկանգնեցրեցին եւ եղավ այս աղետը։ Մնացած ամեն ինչ այս աղետի, այսպես ասեմ, հա, շարունակությունն է։ Սա ես կարող եմ ասել, ճգնաժամը քիչ է, ինքը խորը ճգնաժամի մեջ է, անվստահություն կա եւ նաեւ պատմականորեն մի կարեւոր բան եմ ուզում արձանագրեմ, որովհետեւ ես նաեւ վերջի տարիներին ավելի շատ պատմության ուսումնասիրող եմ։ Հայ-ռուսական հարաբերություններում միշտ էլ կարող են լինել ճգնաժամեր, բայց առաջին անգամն է մեր պատմության մեջ, երբ որ ոչ պաշտոնական ժողովրդի մակարդակով հայերի մեջ կա ռուսներից խորը նեղացածություն, ես չեմ ուզում ատելություն բառը օգտագործեմ, եւ այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ավանդաբար համարվել են ռուսամետ, օրինակ ես չէի պատկերացնի, որ Մարտունիում կարող է ռուսների վրա քար շպրտեն, Սյունիքում այդպիսի հակառուսական ալիք լինի, հատկապես 2022-ի ադրբեջական ներխուժումից հետո, այնպես որ ճգնաժամ բառը շատ մեղմ ձևակերպում է, շատ խորը ճգնաժամի մեջ է։ Մյուս կողմից ինստիտուցիոնալ իմաստով Հայաստանը շարունակում է լրջորեն կախված մնալ Ռուսաստանից։ Բավական է մենք նայենք հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը, բավական է մենք նայենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հիմա մենք կարող ենք ասել հա ինչ որ սամիտ գագաթնաժողովի չենք մասնակցում, բայց դրանից էությունը չի փոխվում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանում առնվազն երկու մակարդակի ռազմական ներկայություն կա, մեկը 102-րդ ռազմական բազան է, մյուսը հայ-թուրքական սահմանին կանգնած սահմանապահներն են։ Այսինքն Հայաստանը շարունակում է համակարգային ձևով
խորը կախվածություն ունենալ Ռուսաստանից, մյուս կողմից նաև պետք է նշենք, որ իհարկե նաև սա դիվերսիֆիկացվում է Միացյալ Նահանգների հետ, եվրոպական երկրների հետ, Հնդկաստանի հետ եւ այլ երկրների հետ հարաբերությունների խորացումով մուտքի խոսք էսքանը։ Մի հատ կարճ ուղղակի հարց, ես օրինակ հաճախ տեսնում եմ ընդդիմադիր մամուլն է դա գրում, որ այդ Արցախի ճգնաժամը եղել այն պատճառով, որ ռուսները մեզ այլևս չէին վստահում, որ այս կառավարությանը իրանք չէին վստահում, այդ դրա համար իրանք ոնց որ ասած, ինչպես դուք նշեցիք, Թուրքիան եւ Ադրբեջանին չէին կանգնեցրել, որովհետեւ մեր հետ էլ չէին ուզում աշխատեին։ Ու դա շատերը նույնիսկ գրում են, օրինակ սկսվում է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում Վլադիմիր Պուտինին չէր դիմավորել։ Այդ դրա համար մենք Արցախը կորցրեցինք։ Նայեք, ես չգիտեմ դա ով է ասում, չեմ էլ ուզում ասել ընդդիմությունն է ասում կամ իշխանությունը, բայց ով էլ որ ասում է, դա ծաղր է աշխարհի տարածքով ամենամեծ պետության հասցեին, որովհետև դուք ինչ, այսինքն Վլադիմիր Պուտինն ու ռուսական կայսրությունը, ռուսական պետությունն, այսպես ասենք, հա, դաշնությունը պայմանավորում է Հայաստանի ղեկավարող, սա ես կարծում եմ ծաղր է։ Ուրիշ բան, որ այդ դետալները կարող են ավելի սրել հարաբերությունները, բայց խորքում իհարկե դա չի։ Խորքում այն է, որ Ռուսաստանը չի պաշտպանել մեզ, բայց ես կրկնում եմ, դրանում ես իրեն չեմ մեղադրում։ Մենք ենք սխալ հաշվարկ կատարել, մենք ենք մեր ձվերը դրել նույն զամբյուղի մեջ եւ ուզում է հիմա այդ իր չստանձնած պարտավորությունների կատարումը ոնց որ գցել մեր վրա, որ դուք էլ մեզ դավաճանել եք, էլի։ Դրա համար այս եղել է այն ինչ որ եղել է։ Պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյանը շատ այսպես հանգամանալից ներկայացրեց։ Այնուամենայնիվ ես էլ համաձայն եմ, որ մեր տարածաշրջանում երկու, գուցե նաև երեք մեծ պետությունների հետ հարաբերվելիս միշտ պետք է զգուշավոր լինել։ Մենք Իրանին էլ հաճախ այսպես անտեսում ենք որոշակիորեն, բայց մի խաղացող է, որը կարողանում է գոնե տարածաշրջանային քաղաքականության վրա ազդել։ Եվ ումից այդ Երևանը գրավել էին։ Այո, եւ այստեղ շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, պարոն Հակոբյանը ավելի մասնագիտորեն է ուսումնասիրում վերջին շրջանի պատմությունը եւ մենք շատ հաճախ ենք զուգահեռներ տանում պատմության հետ, բայց պետք է հաշվի առնենք, որ նաեւ ժամանակներն են փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում, որոնք ազդում են ուղիղ նաեւ քաղաքականության վրա, պետությունների քաղաքականության, պետությունների քաղաքական հաշվարկների, գործողությունների եւ նաեւ հնարավորությունների վրա։ Այս համատեքստում, այո, Ռուսաստանը, որպեսզի չկրկնեմ նշված խոսքերն արդեն, իր քաղաքականությամբ, իր քայլերով առաջացրել է որոշակի, ուրեմն, բաց մեր տարածաշրջանում, որը ոչ միայն Հայաստանում, այլև նաև ինչ ոչ նաև Ադրբեջանում, եւ որը ըստ էության ներկայում փորձ է արվում լցնել այդ բացը այլ խաղացողներով եւ որն է հետաքրքիր, որ այդ բացը լցնելու համար կա նաեւ որոշակի առումով մրցավազք, ինչու ոչ տարբեր խաղացողների կողմից, ընդ որում ես նշեցի Իրանի մասին, նույն Իրանը եւս 2 տարի առաջ 2022 թվականից հետո բավականաչափ ակտիվացել էր մեր տարածաշրջանը եւ փորձում է Ռուսաստանի թուլացումը աստիճանական եւ հատկապես Արցախից դուրս գալուց հետո իր ռազմական աջակցությունն առաջարկել Հայաստանին, չասած Հնդկաստանի մասին նշվեց, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, հենց հնարավորություն ունի բնականաբար այդ բացը նաեւ Թուրքիայի կողմից է սկսելու լցվել։ Բայց ինչ եմ ուզում ասել, որ այնուամենայնիվ սրանով հանդերձ Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ կարևոր մեզ համար եւ նաեւ հաշվի առնելով այն աղետը, որին առերեսվեցինք եւ այն խնդիրները, որոնք կան եւ շարունակում են մնալ նախկինում վարած ոչ ճիշտ քաղաքականության հիման վրա, դրանց լուծում այնքան էլ մեծ այսպես տարբերակներ չի առաջարկում, հա։ Դա պարզապես այսպես մեզ կանգնեցնում է նոր իրականության առջև, սեփական ուժերով հասկանալ, ինչպես կարելի է լուծել այն խնդիրները, որոնց բախվում է եւ բախվելու է պետությունը եւ այդ խնդիրների լուծումը ուրեմն ելի չպայմանավորել ինչպես նախկինում
մեկ մեծ խաղացողից կամ անգամ 2-3 մեծ խաղացողից։ Որքան հնարավոր է այդ քաղաքականությունը կոչվում է դիվերսիֆիկացիա եւ որքան հնարավոր է դիվերսիֆիկացնել ուրեմն կապերը տարբեր խաղացողների հետ եւ Հայաստանը հետաքրքիր դարձնել, ինչու ոչ նաեւ մրցակցության թատերաբեմ, լավ իմաստով մրցակցության թատերաբեմ դարձնել տնտեսական, քաղաքական, նաեւ այն ինչ որ ռազմավարական տարբեր խաղացողների համար։ Հիմա այս ուղղությամբ մենք տեսնում ենք արդեն որոշակի քայլեր, ես էլ եմ ասում Ռուսաստանի գործոնը չափազանց կարևոր է, որքան էլ օբյեկտիվորեն մենք հեռացել ենք կամ Ռուսաստանն է հեռացել տարածաշրջանից եւ այդ թվում նաեւ Հայաստանից, բայց կա շատ բովանդակային առումով կարևոր ներկայություն Ռուսաստանի նաեւ Հայաստանում տնտեսական մակարդակում, հատկապես էներգետիկ մակարդակում, ինչու ոչ նաև որոշակի առումով անվտանգային մակարդակում չմոռանանք 102 այդ բազայի հանգամանքը եւ դրան զուգահեռ իհարկե այլ խաղացողներ, որոնք փորձում են ինչ որ տեղ գտնել եւ իրենց ներգրավվածություն ունենալ մեր տարածաշրջանում։ Երևի թե այսքանը իմ մի բան եմ ուզում ավելացնել, քանի չեմ մոռացել, գուցե այդ հարցը չհնչի դրա համար, դա շատ եմ կարևորում։ Հայաստանում կա Ռուսաստանի մահանալու մասին, այսպես հա, բաներ, որ Ռուսաստան այլևս չկա մեր տարածաշրջանում, սա շատ վտանգավոր մոլորություն է, սրան չպետք է տրվել եւ միշտ պետք է հաշվի առնել, հիմա Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով, Ուկրաինայով եւ ինքը կարող է միշտ էլ նորից հայացքը թեքել այս ուղղությամբ եւ դրա համար շատ կարեւորում եմ։ Եվ կա նաև մի մեծ մոլորություն, սա հիմնականում իշխանական շրջանակների մոտ է տիրում կամ մերձ իշխանական շրջանակներում, համենայն դեպս ես իրենց մոտ եմ դա տեսնում, որ Ղարաբաղի հարցի լուծումով Ռուսաստանը զրկվել է Կովկասում միջամտելու հնարավորություններից։ Դա կարծում եմ շատ վտանգավոր մոլորություն է, որովհետև Ռուսաստանը տարածքով, ուժով այնքան մեծ պետություն է, որ այդպիսի Ղարաբաղներ կարող է ստեղծել մեր տարածաշրջանում։ Դրա համար պետք է կրկնում եմ Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ ուշադիր լինել։ Սա բացարձակապես չի նշանակում եւ չի խոսում, որ ես ինչ-որ հատուկ ռուսամետ եմ կամ ռուսական ինչ-որ բաներ ունեմ, բացարձակապես ոչ։ Ընդհանրապես, երբ որ իմ վերլուծություններում, իմ գրություններում ես առաջնորդվում եմ ոչ թե որպես, ինչ ասեմ, պոետ կամ ռոմանտիկ վիպասան, այլ փորձում եմ հաշվարկ կատարել եւ այդ հաշվարկի հիմքում նաեւ իմ հնարավորությունների շրջանակում փորձում եմ դնել պատմական դասերը եւ այս որ ասեցի հենց այդ հաշվարկով եմ ես այս ամեն ինչը ասում թե չէ շատ գիտեք հեշտ է էլի մի միտում կա Հայաստանում ու սա երկկողմանի է էլի ասենք մեր ռուսամետները ռուսներից ռուսասեր են իսկ մեր ռուսատյացները, չգիտեմ, էլի մի այլ կարգի անուղղելի են եւ այս ամեն ինչի մեջ, գիտեք, կորում է բանականությունը։ Ծայրահեղությունների մեջ, այո, բանականությունն է կորում։ Ես մի քանի բան կավելացնեմ, պարոնայք, տեսեք, պարոն Հակոբյան, ես դեռ համաձայն եմ իհարկե, որ Ղարաբաղյան թնջուկը ինքը ի վերջո հայ-ռուսական ճգնաժամի հիմնակարն է, հիմնասյունն է, չգիտեմ, կենտրոնական բաղադրիչն է, բայց ես կարծում եմ, այստեղ կան եւս մի քանի շատ կարևոր շերտեր, որոնք որ միասին են ստեղծում այս ճգնաժամը, որտեղ այս ճգնաժամը ըստիս բազմաշերտ ճգնաժամ է, ինքը մի հարցով պայմանավորված ճգնաժամ չի։ Մի շատ կարևոր շերտ է, ես կարծում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Ռուսաստանի վերաբերմունքը այդ հեղափոխության նկատմամբ ապացուցելու կարիք չունի այն մեծությունը, որ Ռուսաստանը այսպես գիտեք, բազային առումով խնդիր Ռուսաստանում այս պայծյանը ստեղծված համակարգ ավելի կոնկրետացնենք, հա, ինքը բազային առումով խնդիր է տեսնում ժողովրդավարական գործընթացների, հեղափոխությունների, ուրեմն ստեղծված ռեժիմների կազմաքանդման մեջ ամենապարզ բացատրությունը առնվազն անով, որ իր հասարակությունը տեսնում է, որ այդպես էլ է կարելի։ Ես գիտեք, այնքան լավ եմ հիշում 2018 թվականի հեղափոխությունից հետո Ռուսաստանի եւ օրինակ Ղազախստանի քաղաքներում ցույցեր են լինում, մարդիկ գոռում են «Խաթիմ կակ в Արմենիի», ուզում ենք Հայաստանի պես։ Սա հատկապես իրենց տերմինաբանությամբ մերձակա արտասահմանում, հա, ближнее зарубежье, երբ որ դա տեղի ունենում, առավել եւս իրենց նախկին գաղութում է տեղի ունենում, դա խնդրեմ է այդ ռեժիմի տեսանկյունից։ Սա ես կարծում եմ շատ կարևոր շերտ է այս ճգնաժամի։
Երկրորդ կարևոր շերտը կարծում եմ այս ճգնաժամի Ղարաբաղյան դեպքին հաջորդած իրադարձություններն, որոնց մասին դուք թռուցիկ անցաք 21-22-ի։ Այո, ներխուժումները Հայաստանում։ Որտեղ գիտեք, ես օրինակ հիմա հետահայաց որ նայում եմ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները մեղմ ասած չէին առանձնանում ինչ որ դիվերսիֆիկացիայի փորձերով կամ Ռուսաստանից հեռանալու փորձերով, հակառակը ես շատ լավ հիշում եմ, որ մենք այդ ժամանակ զինված ուժերը ուզում ենք Ռուսաստանի հետ բարեփոխենք, մենք կառավարության կազմի առանձին անդամներ, որ Ռուսաստանին դուր չէին գալիս, չէինք նշանակում այդ նախարարության փորձերով։ Սիրիա զորք ենք, ուզում ասեմ, այդ փորձը եւ այդ շրջանը Հայաստանում, որ անգամ Ղարաբաղում պատերազմից հետո ամեն ինչ անել Ռուսաստանին Սիրիաշայլում եղել է, բայց մենք դրանից հետո եղավ այս 21-22 թվականների իրադարձությունները, եղավ հայտնի կամ անհայտ նամակը ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունից Հայաստանի կառավարություն եւ ըստ էության մեր վճռական մերժումը միջանցքային խոսակցության ու եղավ ներխուժում Հայաստանի տարածք, որին եղավ 0 արձագանք եւ Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից։ Ես հիշում եմ ժամանակ ինչ որ տխմար բացատրություններ էին տալի այդ ձեր ասած ռուսամետները, որ ճիշտ կետով չենք դիմել, լավ չենք գրել նամակը, հասկանալի չենք գրել նամակը։ Ուսա ասում եմ մի երկրի հասցեին, որը Ուկրաինայի կեսը համարյա կեսը չէ, 1/4-ը գրավել է, էլի, նամակ, ինչի մասին է, ինչ նամակ։ Սա եւս մեկ շերտ է այս ճգնաժամի, որ ինձ թվում է Հայաստանում է շատ բան փոխել։ Այ ինձ թվում է Հայաստանում իշխանության եւ նաեւ հասարակության ինչ որ չափով, որտեղ գիտեք, օրինակ երբ որ ասում են Ղարաբաղի մասով Ռուսաստանը մեր նկատմամբ պարտավորություն չուներ, դա լրիվ ընկալելի է, հասկանալի է, իրոք չուներ։ Բայց Հայաստանի տարածքային ամբողջականության մասով Ռուսաստանը շատ ֆորմալ պարտականություններ ուներ Հայաստանի առջև։ Դա վերացական ինչ որ դա շատ կոնկրետ թղթի վրա գրված պարտավորություններ էր եւ ՀԱՊԿ-ով եւ երկկողմով եւ այդ առումով օրինակ համար այդտեղ այո Ռուսաստանը մեզ դավաճանել է, պարոն Հակոբյան։ Չէ, ինչու եմ ասում դավաճանել, որտեղ դավաճանությունը մի ժողովրդի մեջ է տեղի ունենում, էլի։ Օրինակ ես չեմ կարող ռուս ժողովրդին դավաճանել, ես կարող եմ հայ ժողովրդին դավաճանել։ Բայց երբ օրինակ համար Ռուսաստանի դուք ունեք ստորագրած պայմանագիր եւ ունեք շղթայական սկզբունքով աշխատող ռազմաքաղաքական կառույց, որտեղ ինքն ունի ֆորմալ պարտավորություն ձեզ հասնելու, եթե ձեր վրա հարձակվում են, ու ինքը չի գալիս, դա հենց կոչվում է դավաճանություն, դա հենց միջազգային հարաբերությունների մեջ դրա համար կա դավաճանություն բառը։ Երրորդ շերտը, որը նույնպես ես կարծում եմ բավականին կարևոր է, եւ երևի թե այս բոլոր խոսակցությունների, այսպես գիտեք, մեծ խոսակցությունն է, դա այդ հետ գաղութային դիսկուրսն է։ Ինչպես է Ռուսաստանը տեսնում Հայաստանը։ Դուք պատմական բանը ներկայացրեցիք, որ իրանք համարում են, որ մենք որպես պետություն ընդհանրապես իրանցից կախված ենք, իրանցից կապված ենք, իրանք են եւ այլն եւ այլն։ Բայց այդ խոսակցությունը գալիս հասնում է մեր օրեր։ Այդ խոսակցությունը գալիս եւ ձևավորվում է հետ գաղութային խոսույթի, հետ գաղութային տրամաբանության մեջ, երբ որ իրանք այս տարածքը եւ այս պետությունը անցալում են որպես իրենց նախկին գաղութ, մի տարածք, որտեղ պետք է լինի իրանց տնտեսական գերիշխանությունը, իրանց քաղաքական գերիշխանությունը, պետք է լինի ռուսերեն լեզուն, պետք է լինի իրանց քաղաքական, ի վերջո այս բոլոր կառույցները, որոնց Հայաստանը անդամակցում է, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, սրանք ըստ էության նույն խոսույթի տարբեր պատումներն են։ ԵԱՏՄ-ն այդ հետ գաղութային խոսույթի տնտեսական պատումն է, ՀԱՊԿ-ն այդ գաղութային խոսույթի ռազմաքաղաքական պատումն է, որտեղ դրանք դասական առումով միջազգային կազմակերպություններ չեն, դրանք Ռուսաստանի եւ այդ պետությունների հարաբերությունների շրջանակներն են, հա։ Եվ ինձ թվում է այս ճգնաժամի արխի նարատիվը, հա, մեծ նարատիվը դա հենց այս հետ գաղութային խոսույթն է եւ Հայաստանի փորձն է վերանայելու ինչ որ չափով նաեւ այդ հետ գաղութային խոսույթը։ Ես մի հարց եմ ուզում, բնականաբար վստահ եմ արձագանքելու բաներ կլինեն այս ասածների վերաբերյալ, մի հարց եմ ուզում հավելեմ, պարոն Հակոբյան, ձեզ եւ պարոն Պետրոսյան, եթե կուզեք դուք արձագանքեք։ Դուք նշեցիք, որ Ռուսաստանը չմիջամտեց Արցախյան պատերազմին, համաձայն եմ դե։ Հիմա չենք բանանում, պետք է միջամտեր, մենք ճիշտ էինք մտածում, այդ չեմ ուզում։ Իսկ ինչի չմիջամտեց ըստ այս։ Այն ինչն էր փոխվել, որ 20 քանի տարի միջամտում էր, թույլ չէր տալիս ապակայունացում, ստատուս քվոն պահվում էր, հետո որոշեց, որ չի միջամտում։ Ինչն է։ Մենք դեռ 20-20-ի պատերազմից առաջ, մենք դեռ շատ տարիներ առաջ մենք կորցրել էինք Կովկասում, Անդրկովկասում Ռուսաստանի միակ գործընկեր լինելու առավելություն, այսպես ասեմ, մենաշնորհը, որովհետև կար Ադրբեջան, իր դեպի Թուրքիա, դեպի, չգիտեմ, տարբեր այդ բաներով, կար Վրաստան, ակնհայտ դեպի արևմուտք, եւ Հայաստանը դարձել էր Ռուսաստանի համար միակ այլընտրանքը եւ մենաշնորհ ուներ։
Այդ մենաշնորհը քանդվեց, այդ մենաշնորհը ջարդվեց եւ Ռուսաստանի համար նոր մենաշնորհներ, նոր բաներ ստեղծվեցին եւ իր համար ավելի կարեւորվեց Ադրբեջանը։ Այդ մենք ենք, որ մեր ներսում անընդհատ քարոզել ենք, որ դե հա մենք ենք ռուսի, մենք ենք ու ռուսներն են, ուրիշ չկան, էլի, բայց եկավ մի պահ, որ Ռուսաստանի համար ավելի կարևորվեց Ադրբեջանը իր աշխարհքաղաքական տարբեր բաներից ելներով։ Եվ դրա համար դա կապված էր արդյոք մեր գործողությունների կամ գործողությունների բացակայության։ Այսինքն կարար Հայաստանը ինչ-որ բան անել, որ ինքը շարունակեր ավելի կարևոր մնալ Ռուսաստանի համար։ Եթե Ռուսաստանը որոշել էր, որ չէ իհարկե, ոչ իհարկե։ Ուղղակի մենք կարող էինք այդ իր արած քայլերին ոնց որ արդարացումներ տային։ Այսինքն անեինք բաներ, որ կարող ենք չանել, որպեսզի ռուսները դա չբերեն որպես այ դուք ձեզ լավ չպահեցիք, այ դրա համար մենք արեցինք, բայց մեծ հաշվով ես այդպես չեմ մտածում, որովհետև ես համարում եմ, որ Ռուսաստանը լուրջ պետություն է, այսինքն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորել Հայաստանից հնչող ինչ որ մի բանով ուղղակի լուրջ չէ եւ դա ասում եմ վիրավորանք է հենց այդ նույն Ռուսաստանի հասցեին եւ այդ հայտարարությունները, երբ որ Ռուսաստանում լսում են, իհարկե դրան չեն արձագանքում, բայց ես կարծում եմ նաև ծիծաղով են ընդունում, որ լավ, այս մեզ էս ոնց են մեզ վերաբերվում, էլի, էս ում տեղն են մեզ դրում, բայց կապված նաև Ռուսաստանի պարտավորություններին, այո, Ղարաբաղում ինքը չուներ պարտավորություններ, բայց ինքը կարող էր անել բաներ, որոնք շատ խորը հետք են թողելու դեռևս առաջիկայում մեր ժողովրդի հավաքական ապագայում եկող հիշողության մեջ։ Ուրեմն իհարկե մեր հետախուզությունը աշխատում էր, բայց դուք գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբերյան այդ իրանց հակահաբեկչական կոչվող իրականում Արցախը հայաթափելու այդ մեկօրյա պատերազմի մասին ռուսները չեն տեղեկացրել որևէ մակարդակով չեն տեղեկացրել Արցախի իշխանություններին։ Ինչպես 20 թվականին մեզ համոզել են, որ որևէ տեղաշարժ չկա, մի արեք զորահավաք։ Ուզում եմ ասել, որ սրանք բաներ են, որոնք շատ ավելի խորն են, որտեղ սա մենք խոսում ենք արդեն ժողովրդի, որովհետև ինչ էլ որ ասենք, ամեն դեպքում հայ ժողովուրդը ինքը իր մեջ միշտ կրել է ռուսասիրություն, եւ եթե վերադառնամ Հայաստանի վարչապետներից Սիմոն Վրացյանի խոսքին, ինքը ասում է քաղաքականապես հայ ժողովուրդը ռուս է, այսինքն քաղաքական մտածողության, էլի այդքան խորն է նստած եղել, իհարկե ունենալով այդպես ճգնաժամեր։ Ուզում եմ ասել, սա է, որ ամենամեծ կորուստը սա էր, որ տեղի ունեցավ։ Իսկ եթե Ռուսաստանը կարողանար կամ ուզենար, ես կարծում եմ, որ մեր այդ քայլերը այդքան էական չէին։ Ի վերջո Հայաստանը հայտարարել էր, որ այլևս ինչ իմաստ ուներ նաև հայտարարել։ Մենք գիտենք, չէ, որ Հայաստանը այլևս դերակատարություն չունի Ղարաբաղում պարտությունից հետո, բացի այն, որ բյուջեի տողով մենք Արցախի մեր հայրենակիցներին օգնում ենք։ Այս բոլորը գիտենք։ Հիմա պետք է քննարկել ոչ թե մենք ինչ ենք արել, որ ռուսները չեն պաշտպանել, այլ ինչու ռուսները Ղարաբաղից հեռացան, պայմանավորվել էին թուրքերի ու ադրբեջանցիների հետ, այնքան թուլացել էին, որ չկարողացան, մենք ենք այնքան անկարևոր, որ մեզ հաշվի տեղ չդրեցին, կամ այս 2-3-ը միասին, այս սա պետք է դնել քննարկման, այլ ոչ թե նման իմ կարծիքով շատ պրիմիտիվ մեկնաբանություններ ու բացատրություններ։ Տեսեք, ես մի քանի շերտ բացեմ, շարունակելով ձեզ, պարոն Հակոբյանը բավականաչափ ինձ օգնեց։ Մենք շատ հաճախ վերցնում ենք եւ դիտարկում ենք միայն երկու մակարդակում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ ես եղած ճգնաժամն ու խնդիրները, բայց այստեղ չպետք է բաց թողնել այլ կարևոր դերակատարների եւս եւ դրանց քաղաքականությունը, որը եւս ազդեց այս ամեն տեղի ունեցածի վրա։ Ամենակարևորը ես այստեղ կարծում որ չի կարելի որևէ կերպ խաղից դուրս թողնել մի կողմից Թուրքիայի քաղաքականությունը, մյուսը իհարկե Թուրքիա-Ադրբեջան դաշինքի շատ հաշվարկված, գրագետ հաշվարկված քայլերն ու գործողությունները։ Հարցը հետևյալն է, կցանկանա Ռուսաստանը, որ այսպես լիներ, որ Հայաստանում նման վերաբերմունք ձևավորվեր կամ Հայաստանը այս կարգի հեռանալ կամ Ռուսաստանը ինքը հեռանալ Հայաստանից, կցանկանար որպեսզի հայ հասարակության շրջանում նման վերաբերմունք առաջանար, կցանկանար հեռանալ Արցախից, կցանկանար որպեսզի իր ազդեցությունը թուլանար նաև Ադրբեջանում։ Իհարկե չէր ցանկանա, այստեղ ամբողջ հարցը հնարավորությունները, կարողություններն ու ռեսուրսներն են, որ Ռուսաստանը չուներ։ Եվ սկսած հատկապես 2008 թվականից Վրաստանի այդ կոնֆլիկտից
երբ որ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում առաջացած արդեն ճգնաժամից հետո Թուրքիան ավելի ակտիվ ներգրավեց տարածաշրջան, այդ ժամանակից սկսած Ադրբեջանի գրագետ խաղի արդյունքում, հետո Թուրքիա-Ադրբեջան համատեղ քայլերի 2020 թվականը ճիշտ ժամանակահատված աշխարհաքաղաքական առումով, նաև տարածաշրջանային առումով ընտրության, հետո 2022 թվականին տեղնացած գործողություններն ու գործընթացը դրանց արդյունքում է ամեն ինչ արձանագրվեց։ Այսինքն շատ լավ հաշվարկել են եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ինչպես ինչ կարող են անել եւ որ քայլ անելիս ինչպեսի հետևանք եւ արդյունքներ կունենան։ Այսինքն սա հիմնական մեկնակետն է։ Դուք նշեցիք դավաճանություն, ոչ դավաճանություն։ Ես էլ ասեմ ինչու ոչ դավաճանություն, որովհետեւ տեսեք 2022 թվականին ուրեմն ուկրաինական պատերազմի մեկնարկից 2 օր առաջ իրենք դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանը։ Գիտեք ինչի համար, որ հետո երբ որ Հայաստանի համար ինչ-որ խնդիր ստեղծվեր, ինչի եւ տեղ ունեցավ, երբ որ Ռուսաստանի մեղադներին դաշնակցին չօգնելու կամ դավաճանելու մեջ ինքն էլ ասել, բայց մյուս կողմը մերմից դաշնակիցն է, չէ՞։ Հիմա սրա հակակայլը որը պետք է լիներ Հայաստանի համար իր կարգավիճակն ու նշանակությունը ավելի մեծացնել Ռուսաստանի համար։ Իսկ դրա պատասխանը մեկն էր, մենք պարոն Հակոբյանի հետ եւս մեկ առիթ ունեցել քննարկելու, որովհետեւ Հայաստանը մտներ միութենական պետության մեջ։ Այդ ժամանակ Ռուսաստանը կարողանար հիմնավորել ինչու է ավելի պրո-հայաստանյան դիրքորոշում։ Պարոն Պետրոսյան, դերեք հազար անգամ այստեղ ուզում ուղղակի մեկ այլ օրինակ բերել։ Երբ որ Միացյալ Նահանգների երկու դաշնակիցներ, Հունաստանը եւ Թուրքիան, մտնում էին կոնֆլիկտային արդեն դրա բանին, հա, իրավիճակի եւ թուրքական ինքնաթիռները սկսել էին մուտք գործել հունական օդային տարածք, ինչ արեցին։ Երկուսն էլ հավասարապես Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Այսինքն այնտեղ նույն ինչպես որ դուք նշեցիք, հաստատ երկու ռազմավարության նույն կարգավիճակը, երկուսն նույն կարգավիճակ ունեն։ Բայց Միացյալ Նահանգները դիտարկեց, որ հարձակվող կողմը որն է, պաշտպանվող կողմը որն է, եւ պաշտպանվող կողմի մեջ ուղղակի այնքան ներարկեց պաշտպանական կարողություններ, հոբ, ինքնաթիռներ, ուրեմն զրահապատ մեքենաներ եւ այլն, որ թուրքական կողմի համար հետագա գործողությունները դարձան անիմաստ։ Այսինքն հավասար դաշնակցային պարտավորությունների պարագան որևէ կերպ մյուս կողմին չի ազատում իր դաշնակցային պարտավորությունները իրականացնելուց։ Եթե հարձակում կա, այդ հարձակվող դաշնակցին պաշտպանում են։ Տեսեք, դուք շատ ճիշտ եք ասում, բայց չմոռանաք, ես նշեցի ժամանակահատվածը։ Այդ ժամանակ Ռուսաստանը ինքը իր խնդիրներն ուներ, եւ անգամ այդ դաշնակցային հարաբերությունները հավասարակշռելը, երկու դաշնակիցների միջև իրավիճակը զսպելը, տարածաշրջանը իր մի քանի տարածաշրջաններ իր վերահսկողության տակ պահելը, այդ Ռուսաստանի համար դրա համար նշում, այդ եղած ռեսուրսներից եւ հնարավորություններից վեր էր։ Եվ Ադրբեջանի հետ այդ փաստաթուղթը, որի մասին ես նշեցի, դա այնպես չի որ Ռուսաստանում միամիտ մարտիկ են նստած, այնտեղ բնականաբար ռազմավարական էլի առումով որոշումներ կայացնողներ, պլաններ գծողներ շատ լավ հասկանում են, որ իրենց համար ճգնաժամի առաջացման դեպքում առաջին պտուղները, հետևանքները լինել են Հարավային Կովկասում, Արցախի հիմնախնդրի, դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների դիրքերով չեն սխալվում։ Այսինքն դրա համար իրենք իրենց պլանները գծել են եւ իրենց համար չափազանց կարեւոր էր Ադրբեջանին որպես հակառակորդ չունենալու տարածաշրջանում եւ Թուրքիային գոնե պահելու չեզոքության մեջ։ Իսկ օրինակ այսօրվա օրով կարծում եք, որ էլի չեն սխալվել։ Հիմա որ օրինակ նայում եք Ադրբեջանի քաղաքականությունը, Թուրքիայի քաղաքականությունը, այն իրանց հաշվարկը, ռուսների հաշվարկը, որ այ Ադրբեջանի հետ մենք ոնց որ ասած Ադրբեջանի փոչը պետք է բռնենք, Ադրբեջանի պետք է աշխատենք։ Հիմա սխալվել է Ադրբեջանի քաղաքականությունը ինչու՞։ Այսինքն տեսեք, Ադրբեջանը կարողացավ այդ մի քանի ամիսը, սկսած դեկտեմբերից մինչև հոկտեմբերներ, չէ՞, Դուշանբեում հանդիպումը։ Ինքը այնքան էր Ռուսաստանն այնքան էր թուլացել եւ Ադրբեջանն այնքան էր դե հենց դա է որ չկարողացավ անգամ այդ բարագայում չկարողացավ պահպանել բայց այստեղ Հայաստանը որևէ կապ չունի։ Չէ, Հայաստանը կապ չունի, հենց այո, որևէ չէ, դա հենց դա է, այսինքն 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանը անընդհատ թուլացել է։ Չթողնենք Հարավային Կովկասը, գնանք Կենտրոնական Ասիա, գնանք Մերձավոր Սիրիայից դուրս չեկավ Ռուսաստանը։ Լավ, դեռևս այնտեղ, բայց հնարավորությունները նայենք ինչքան է կրճատված։ Կենտրոնական Ասիայում ինչ է կատարվում։ Այդ ամեն ինչը, այսինքն հետևանք է կամ արդյունք է նրա Կենտրոնական Ասիայի մեզ համար արդյունք է նրանց համար այդ որ Ռուսաստանի հնարավորություններն են պակասել։ Եվ սա օբյեկտիվ է, սա չպետք է անտեսել որևէ կերպ։ Այսինքն այնպես չէ, այստեղ կան ընդհանրապես աշխարհում նման քաոտիկ ժամանակահատվածներում նման դիրքավորումների փոփոխությունները
տարբեր ավելի ակտիվ, ավելի ուժեղ խաղացողների համար միանշանակ է եւ շատ կանխատեսելի է։ Պարզապես նույն ռուսները պետք է կարողանան կանխատեսել իրենց ինչ է սպասում, ինչ չի սպասում։ Այ հենց դա այդ միտքին է էլի ուզում դրել։ Այսինքն նրանց խնդիրը որն է, նրանք շատ լավ նրանք որևէ պլան չունեին էլ, ինձ թվում է, կամ կանխատեսում էլ չունեն, որ կարող էր այսքան ռուս-ուկրաինական պատերազմը ձգվել։ Դրա համար նրանց ուրեմն հաշվարկները ես կարծում ընդամենը մի քանի ամսվա կամ գուցե 1 տարվա տրամաբանության մեջ էին եւ քայլերն էլ նույն տրամաբանության մեջ, որովհետեւ եթե այս պահին նստած, այսինքն այս պահի դրությամբ եղած հետևանքները իրենց համար հաշվարկեն, վստահաբար չէին մտնելու ուկրաինական արկածախնդրությամբ։ Եվ այստեղ մի կարծիք էլ հայտնեմ Ռուսաստանի վերադարձի հետ կապված շատ կանխատեսելի իհարկե եւ սպասված անգամ քաղաքականություն լինելու, բայց այստեղ պետք է նույն միջոցներն ու գործիքները հաշվարկեն, ինչպես են հետ գալու։ Այստեղ եթե նայում ես այն էլի հնարավորություններն ու ռեսուրսները, որ ունեն, չնայած այո, ռազմական կարողություններով էլի շարունակում են բավականաչափ լուրջ խաղացողներ, բայց կոնկրետ Հայաստանի վրա չեմ ասում հարևան մյուս երկրներ, կոնկրետ Հայաստանի վրա ազդելու հիմնական գործիքակազմը դա տնտեսական գործիքակազմն է։ Այսինքն ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերում Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքին։ Դե առնվազն այնտեղ երկու հատ երկիր կարան, որոնց համաձայն եմ, այո։ Դա ասեմ դա մեր ռազմավարական առավելությունն է, աշխարհագրական դիրքը մեր, որ կեսկատակ լուրջ ասում եմ, որ Հայաստանի աշխարհագրության միակ դրական կողմերն է, որ մենք Ռուսաստանի հետ սահման չունենք, դրական կողմ մեր աշխարհագրությունը չունի։ Պարոն Հակոբյան, վստահ եմ արձագանքելու բաներ կունեք, բայց մի հատ եմ ուզում հարցարել, այստեղ խնդրեմ դրան에 պատասխանեք։ Այ տեսեք, դուք շատ իրավացիորեն նշեցիք, որ մեր կախվածությունները Ռուսաստանից դեռևս մնում են ահռելի, դա տնտեսական կախվածություններն են, դա մեր առևտրաշրջանառությունը, դա էներգետիկան է եւ շատ է։ Բայց կհամաձայնվեք արդյոք, որ վերջին առնվազն 2 տարվա տենդենսները համենայն դեպս այդ կախվածությունը նվազեցնելու մասին են, ոչ թե ավելացնելու կամ նույնիսկ կայուն պահելու։ Հա, իհարկե, փորձեր արվում են եւ պետք է փորձեր արվել, եւ ես այստեղ նաեւ մի ուրիշ բան էի ուզում ասել, էլի շատ բան վերլուծություններ են արվում, օրինակ, դե ավանդականորեն նայեք, էլի մենք կարողանում ենք մեր կոնյակը վաճառել հետխորհրդային տարածքում, որտեղ սովորեն, մարդիկ գիտեն, անունը գիտեն, ասենք Ֆրանսիայում չես կարող, Ֆրանսիան լավ անուն չտվեցի, եվրոպական երկրում չես կարող կոնյակը վաճառել, բայց Ռուսաստանում կարող ես նույնիսկ վատ կոնյակն ես վաճառում։ Նույն ձևով, ասենք, ես ընկեր ունեմ մոտ մարդ, որ ասենք շոկոլադ է արտահանում Ռուսաստան, ու ինքը գիտի, որ ինքը չի կարող ուրիշտեղ շոկոլադ արտահանել եւ մեղադրանքներ են հնչում, որ մեր գործարան, բա դուք ինչու չեք թեքվում դեպի բան։ Դա մի օրվա բան չի եւ շատ երկար ժամանակ է պետք, ասում են, դե ձեր արտադրանքը լավացրեք, որ Ռուսաստանի փոխարեն գնաք, շատ բարդ է լինելու եւ ինչ եմ նաեւ շատ կարեւորում, որովհետեւ եթե Ռուսաստանը էլի ես էլ հեռու եմ նրանից, որ 1920 թվականի դեպքերը կլինեն, երբ որ ռուսներն ու թուրքերը էլի կպայմանավորվեն, թեև երբ որ համեմատությունները ես միշտ անում եմ այսօրվա այդ բանի միջև, միակ բանը որ տեղի չի ունեցել հենց դա է, որ Հայաստանը դեռևս անկախ է, ու շատ լավ է որ անկախ է եւ հուսանք որ անկախ կլինի։ Ուզում եմ ասել, որ հեշտ չի էլի այդպես մի օրից մյուս օրը դու քո ամբողջ այդ շուկան բանան ես փոխես դեպի բանու եւ մենք Ռուսաստանը շարունակելու է մնալ մեր ծիրանը, մեր գյուղատնտեսությունը երկրները հազար անգամ նպատակը ինձ թվա չկա ամբողջությամբ փոխել, այսինքն դա պետք է շուտապես Ռուսաստանի վրա մենք մեր ծիրանը վաճառելու ենք ռուսական շուկայում, մեր ունեցած չունեցած վաճառելու։ Ես այդքան գազից վտանգ չեմ տեսնում, որովհետեւ ռուսները գազի խողովակը փակեն, կարծում եմ ինչ որտեղից մեկը խողովակ կբացի, էլի դա այդքան վտանգավոր չեմ համարում, բայց որ մեր տնտեսությունը կարող է լուրջ հարվածներ ստանալ, Լարսի ճանապարհի վրա մի հատ շլագբաում դնելով, ռուսները մեզ կտան շատ ցավալի հարվածներ։ Դրա համար եմ կարևորում, որ եւ միշտ կրկնում եմ, երբ որ Մարիա Զախարովան եւ նրա նման մարդիկ անդադար թույնի չափականակ են բաց թողում մեր ուղղությամբ, ես չեմ կարծում, որ մեր կողմից պետք է անպայման նույն պատասխանը լինի։ Ես կարծում եմ, որ մեր կողմից պետք է լինի կառուցողականություն, անդադար կառուցողականություն, որպեսզի առիթ չտանք ռուսներին հերթական անգամ իրենց չարածը կամ
մեր վրա բարթելու, սա է իմ ասածը։ Իդեպ այդ դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները որ գնում են, ես որպես կանոն մի միտք եմ արտահայտում, ասում եմ իրական դիվերսիֆիկացիան Հայաստանի արտաքին տնտեսական կապերի սկսվելու է հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Միանշանակ։ Եվ իրական եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար սկսվելու է հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Ես դրան ավելի կներեք ցինիկ ձևակերպում եմ տալիս։ Ես ասում եմ Հայաստանի անկախության ճանապարհը անցնում է Թուրքիայով։ Եվ ես այսօր չեմ դա ասել, ես միշտ եմ դա կրկնել։ Այս պարագայում ակնհայտ չի, որ Ռուսաստանը պերմանենտ դեմ է լինելու եւ աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի հայ-թուրքական սահմանը չբացվի։ Որտեղ հիմա Հայաստանում մարդիկ ասում են, ով ասել, որ ռուսները հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ են։ Շատ էլ կողմ է։ Դե դա նաև կախված է, էլի մենք մոռանում ենք միշտ երկկողմ բանում ենք նայում ռուս-թուրքական հարաբերությունների բանում պետք է նաև դա դիտարկենք, էլի։ Բայց ինչքան է դա դիտարկենք ռուս-թուրքական հարաբերությունների բանում, եթե դա Հայաստանի ճանապարհն է դեպի եվրոպական ինտեգրացիա, եթե դա Հայաստանի ճանապարհն է այ տնտեսական դիվերսիֆիկացիա, անկախ ռուս-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայից, Ռուսաստանը պերմանենտ դեմ չի լինելու հայ-թուրքական սահմանի բացմանը։ Դեմ կարող է լինել, բայց դա անպայման չի նշանակում, որ կկարողանա ամեն ինչ անել, որպեսզի բացվի։ Եվ այստեղ եմ ասում, որ շատ կարևոր է եւ մեկ անկեղծ ասած զարմանում եմ, թե ինչի են թուրքերը այսքան пассив։ Ես չգիտեմ, որովհետեւ ենթադրում եմ, որ ռուսների հետ էլ կա լուրջ խոսակցություն այս թեմայով, որովհետեւ եկեք մենք մեզ շատ չարժևոր ենք, էլի։ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը 10-րդական դեր է։ Նույնիսկ ավելի հետ։ Հա, նույնիսկ ավելի հետ։ Եվ այդ իմաստով ռուսները կարող են այո խոչընդոտներ լինել, բայց սա հիմա լավագույն ժամանակահատվածն է Թուրքիայի կողմից սահմանը բացելու։ Եվ եթե մենք այս շանսը բաց թողնենք, ցավոք Թուրքիայի կողմից ես լսում եմ հայտարարություններ, վերջինը պարոն Ֆիդանի արտգործնախարարի հայտարարություններ, որը ըստ էության ասում է, որ մոռացեք, որ առաջիկա 1 տարում սահմանը բացվելու։ Մինչև Ադրբեջանը չհամաձայնի չի բացվի։ Պարոն Պետրոսյան, այս խոսակցությունը որ հնչում է, երբ որ ասում ենք, որ այ Թուրքիա ճանապարհը պետքա բացվի, որպեսզի մեմո դիվերսիֆիկացիա լինի, որ պետքա մենք Եվրոպա գնանք Թուրքիայով եւ այլն, ասում են դուք բան եք, դուք ուզում եք թուրքերով ռուսներին փոխեք, դուք թուրքահպատակ եք, դուք Թուրքիան է ձեր ապագան եւ այլն եւ այլն։ Ինչքանով այդ խոսակցությունը հասուն, ասես ձևակերպեմ հարցս, էլի։ Բնականաբար այդքան էլ հասուն չէ։ Ես որպեսզի խոսքս չմոռանամ, երկու անդրադարձ անեմ, հետո ձեր հարցին պատասխանեմ։ Տեսեք, պարոն Հակոբյանը նշեց քայլերի մասին, որոնք կարող ենք սպասել Ռուսաստանից եւ որոնք կարող են խնդիրներ, իրականում խնդիրներ առաջացնել մեր երկրի համար։ Բայց այստեղ էլ եկեք հարցին այլ ուղղությամբ նայենք։ Արդյոք օրինակ նույն գազը փակելով կամ լարսը փակելով իրենք ավելի են մեծացնում իրենց կարևորությունը կամ հայ հասարակության վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Կարծում հակառակը։ Իրենք չունեն բավարար քարոզչական խողովակներ Հայաստանում հայ հասարակության տրամադրությունների վրա ազդելու, առայն որ տեսեք մենք սա անում ենք ոչ թե Հայաստան պետության դեմ, հայ հասարակության դեմ, այլ անում ենք սխալ իշխանության դեմ, որը ձեր երկիրը տանում է կործանման։ Դրանք չունեն։ Այս տարիների ընթացքում նախկինում չեն աշխատել դա ստեղծելու համար, իսկ վերջին տարիներին էլ օբյեկտիվորեն կորցրել են։ Իսկ ցանկացած նման քայլ, որը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու տնտեսական սոցիալ-տնտեսական վիճակի վրա, դա միանշանակ ավելի է նվազեցնելու Ռուսաստանի հեղինակությունը։ Ես կարծում եմ դա շատ լավ հասկանում։ Մյուսը նաև Ռուսաստանում մեր սփյուռքի հետ կապված ասում են, այ տեսեք, հեսա սկսել են հայերին նեղել եւ այլն։ Դա էլ միանշանակ ուղիղ կերպով ազդելու է էլի Ռուսաստանի ընկալումների վրա առաջին հերթին Հայաստանում, որտեղ այդ սփյուռքն է եւ այդ սփյուռքի հետ կապված որոշ շերտերն են, որ այս կամ այն կերպով փորձեն հանած մի շերտ, մի հատված, որը Ռուսաստանի հետ ուղիղ կապ ունի փորձագիտական դաշտում, քաղաքական, բայց հասարակության մեջ այդ մի շերտն է, որ որոշ չափով փորձում է Ռուսաստանին արդարացնել։ Մնացած հիմնական հատվածը, որ ուղիղ կապ չունի, կախվածություն չունի Ռուսաստանից, արդեն աստիճանաբար իր վերաբերունքը փոխում է։ Հետևաբար ես այստեղ կարծում եմ, որ Ռուսաստանի քայլերն շատ ավելի զգուշավոր կարող են լինել եւ պետք է լինեն, որովհետեւ ավելի իր այդ քայլերով, հակաքայլերով ավելի չհեռացնի Հայաստանը իրենից։ Մյուսը Թուրքիայի հետ կապված, որը էլի շատ կարեւոր է։ Իսկ էլի ինչի մենք չենք նայում իրավիճակին Թուրքիայի կողմից։ Թուրքիան ինքն է շտապում օգտվել այս իրավիճակից, բայց Թուրքիան ինքն էլ իրեն դրել է այն քաղաքական ծուղակում,
ի սկզբանե հատկապես 2020-22 թվականներից հետո նման ուղեգից ուրեմն որդեգրելով Հայաստան Թուրքիա կարգավորման գործընթացում բայց այստեղ էլ ես ուզում եմ Ադրբեջանի շատ գրագետ ու խելացի խաղի մասին նշել, որտեղ Ադրբեջանի պահանջով է իրականում, որ Թուրքիան այսպես է խաղում։ Այո, եւ իսկ ինչու է Թուրքիան այդ պահանջին ենթարկում, այստեղ կա արդեն մյուս շերտ է, որտեղ Ադրբեջան-Թուրքիա դաշնակցային հարաբերությունները այն աստիճանի կարևոր են Թուրքիայի համար, ոչ միայն երկկողմ մակարդակում, այլ ավելի լայն, օրինակ նույն թուրքական պետությունների հետ հարաբերությունների մասով, որ դրանք պետք է օրինակ լինեն, նաև մյուս են երկրների ներսում զարգացումների տրամաբանության մեջ Այո, այսինքն այդ աստիճանի է կարևոր որ այդ հարաբերությունները, որ անգամ այս կարևոր պատմական բարենպաստ իրավիճակում Թուրքիան չի գնում քայլի ուրեմն այդ հնարավորությունին համար օգտագործել Հայաստանի հետ սահմանը բացել, եթե բացում է այլևս Թուրքիան դառնում է այս տարածաշրջանում ամենամեծ հնարավորություններ ունեցող պետությունը եւ ժամանակի ընթացքում կտեսնենք դա նաեւ թե տնտեսության վրա կազդի թե քաղաքական եւ այլն եւ վերջինն էլ այդ հարցս որ հիմա մենք ուզում ենք թուրքերով փոխարինենք ռուսներին այո մենք ես իմ խոսքն էլ հենց սկզբում այդպես նշեցի որ ինքնուրույն երբ որ դու մեր պետության հնարավորություններով հա փորձում ես լուծել քո խնդիրները քեզ համար այլ տարբերակ չկա այլ հնարավորինս քան այն, որ հնարավորինս ավելի շատ երկրների համար դառնաս կարևոր։ Հնարավորինս ավելի շատ շահեր բերես եւ հավասարակշռված շահեր բերես այս տարածաշրջանում, որ մի երկրի հետ խնդիրը ինքը քեզ չհասցնի կոնֆլիկտային այնպիսի իրավիճակի, որ անվտանգային ուրեմն մարտահրավերների բախվես։ Եվ վերջին եմ ուզում նշել Պարոն Հակոբյանը նշեց, այո, ես համաձայն եմ, 10-րդական նշանակության խնդիր է, բայց ինչի են վերջին օրերին, վերջին շաբաթներին, բայց հատկապես օրերին անընդհատ այդտեղից հայտարարություններ գալիս։ Սա շատ կարևոր մեսեջ է։ Թուրքիայի պարագայում, երբ որ այդ 10-րդական խնդրին անդրադառնում է միաժամանակ արտգործ նախարարը, պաշտպանության նախարարը, երկրի նախագահը անվտանգության խորհրդից հետո։ Սա ինչի մասն է։ Սա հստակ ուղերձ է, որ այս խնդիրը մեզ համար կարևոր է, ընդ որում բոլորին է այս, թե Հայաստանն ուղղված, թե Ադրբեջանն ուղղված, թե Արևմուտքին ուղղված, թե Ռուսաստանին։ Եվ մղում են նրանք իրենց այս ռետորաբանությամբ Ադրբեջանի process ինչ որ կերպ արագացնելու, առաջ տանելու, որպեսզի, որովհետև տեսեք, եթե հիմա այս պատմական պահը չի օգտագործվում, հատկապես Ուկրաինայում հնարավոր զարգացումների ֆոնին, ես այո, իմ մոտ է շատ մեծ հավատություն է առաջանալու հետագայում ընդհանրապես թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցնելու եւ նաեւ իհարկե զուգահեռաբար Հայաստան-Թուրքիա գործընթացը։ Պարոն Պետրոսյան, ես օրինակ հաճախ ռուսական հատկապես այսպես տաբեր փորձագիտական շրջանակների մոտ տեսնում եմ այդ այսպեսի կարծիք կամ միտում, որ դե հա հիմա հայերի մոտ հասարակական կարծիքը փոխվել է, ինչ ա եղել, մի քանի տարի հետ կփոխվի։ Օրինակ ձեր կարծիքով այն փոփոխությունները, որոնք եղել են մեր հասարակության մեջ, այն պարոն Հակոբյանը օրինակ դրանք նկարագրած որպես տեկտոնիկ փոփոխություններ, էլի ինչ որ առումով, որ այն մարդիկ, ովքեր որ այսպես ձեր ասած քաղաքական ռուսին հիմա ասում են դա երկարաժամկետ փոփոխություն է, թե դա տենց ուղղակի մոդա է հիմա եւ կփոխվի։ Չէ, դա այնքան խորն է այդ, նայեք, ես կարճ ասեմ, կարծում դա արագ լուծող խնդիր չէ, որովհետեւ ինչպես պետք է Արցախը պետք է վերադարձնել, հա, ինչ պետք է անել։ Դա քարոզչության արդյունքում չի ստեղծվել, դա կրկնում եմ խորը, դա խորը հայ ժողովրդի խորը բանի դավաճանվածության եւ նաեւ որ բա մեզ խի էսպես արեցիք էլի դա խորը երբ որ դու ինչ որ մի մարդ որը սպասում էր որ օգնության կարիք ունի եւ դու նրան չես օգնել այդ խորը վիրավորվածությունն է այստեղ խոսում դա չէ մի քանի բան եմ ուզում ասել ձեր ասածների հետ կապված շատ կարճ էսպես էպիզոդիկ նայեք եկեք մենք առաջին նախ ինքնին հիվանդագին է ասել որ հարևանի հետ սահմանը հանկարծ չբացվի։ Սա ուղղակի ես չգիտեմ, սա ինչ մտածողություն է։ Ինչ է նշանակում սահմանը չբացվի։ Ոնց, այսինքն բա ինչի համար է այդ սահմանը։ Բա ինչի ամեն պետություն, պետության մասին, այսինքն մենք պետության մասին չենք խոսում, սա մեկ։ Երկրորդ, իսկ ինչու իրանցիները չլցվեցին Հայաստան։ Ինչի պետք է
պարսիկ բաները թուրքերը լցվեն։ Սրա հետ մեկտեղ ես չեմ ուզում ասել, որ ռուսական այդ բաց տեղը թուրքերը չեն, իհարկե իրենք են լցնելու։ Սա էլ պետք է մեր ժողովրդին ասենք, որ այո, եւ նաեւ ճնշումներ են լինելու մեր պատմությունը սրբագրելու, վերանայելու եւ ես չգիտեմ ինչու ուսումնասիրություններ չկան կամ գուցե կան, ես չեմ հասցրել ուսումնասիրել այն երկրները, որոնք Թուրքիայի հետ ունեցել են պատմական դառնություններ, իսկ մեր ու թուրքերի դառնությունը շատ անգերազանցելի է, երբ որ նրանք Թուրքիայի հետ հարաբերություններ են հաստատում, բոլորը պատմության իրենց պատմությունը վերանայում են եւ Թուրքիան միջամտում է։ Նույնը անելու է Հայաստանի պարագայում։ Եկեք մեզ եւ մեր ժողովրդին դա չխաբենք, էլի։ Ես չեմ ասում, որ Հայաստանը թուրքանալու է։ Բայց միևնույն ժամանակ չնայած այնպես չի, որ Թուրքիան դա որպես նախապայման է դնում մեր այդ հարաբերությունները կարգավորելու, նման նախապայման չի, ճնշումներ է բանեցնելու տարբեր ձևերով։ Ահա, որպեսզի օրինակ, չգիտեմ, ինչ որ էպիզոդ հայ-թուրքական հարաբերությունների, որ այլ ձևով մատուցվի։ Եվ արդեն քո խնդիրն է, դու ոնց կդիմակայես այդ ճնշումներին։ Եվ ամենակարևորը, արդեն 100 տարի ուրեմն Ռուսաստան թե Թուրքիայից դիլեման, ես կարծում եմ սա շատ վտանգավոր բան է, դիլեմա է, կամ դրա մյուս տարբերակը ռուսը մեր հավերժ բարեկամն է, թուրքը մեր հավերժ թշնամին է։ Սա ով թուրքերին չի ատում, հայ չի։ Սա դիվանագիտություն չէ, սա հակադիվանագիտություն է։ Սա համայնքի կյանք է։ Սա, նայեք, ես չեմ համայնքը սա էլի ցինիկ կարող են պետությունը հայդատ չէ, հասկանում եք։ Պետությունը համայնքն է հայդատ։ Այո։ Պետությունը չի կարա լինի։ Եվ չի կարելի այդ ձևով մոտենալ եւ ասենք մեր անկախության 35-րդ, չգիտեմ արդեն մոռացել եմ, որ 34-րդ, 35-րդ տարում մենք էլի այս խոսակցությունն ենք ունենալ, որ հարևանի այդ սահմանը փակ լինի։ Շատ ցավալի է։ Մարդիկ ասում են, հենց բացեն կգան կլցվեն, մեր սախողերը կառնեն, տները կառնեն։ Սրա կողքին մի այլ միտում եմ ես տեսնում, որը իհարկե մի քիչ ավելի մարգինալ է դառնում, որ էլի մեզ փրկելու են ռուսները եւ մեր ապագան Ռուսաստանի կազմն է, որովհետեւ թուրքն ու ադրբեջանցին գալու է մեզ ուտի։ Այս սա էլ է շատ վտանգավոր։ Սա էլ է շատ վտանգավոր։ Պարոն Պետրոսյան, ո՞նց անենք, որ այդ դիլեմայից դուրս գանք, որ ռուսները մեր փրկիչը չլինեն, որովհետեւ ինչքան մեզ փրկում են, տարածքները քչանում են, այլ բան չի մնացել ախր, որ մի անգամ է փրկեն։ Պետք է փրկության կարիք չունենալ, բացապես այդ փրկության կարիք ինչպես պետք է չունենալ, ճշնամական հարաբերությունները, չկարգավորված հարաբերությունները կարգավորելու եղանակով։ Հենց ես ուզում եմ շարունակել հենց սրան է ուզում անդրադառնալ, տեսեք, անկախ պետության համար, այն էլ մերպես սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետության համար, չափազանց ծանր գին է որևէ երկրի ճշնամական հարաբերություններ ունենալը եւ մենք այդ գինը վճարում ենք 30 տարի եւ Արցախի կորստով վճարեցինք։ Շատ բարդ գին է ուրեմն խաղաղություն ունենալը եւ դրան էլ այս պահին բարձր գին է, այսօր բախվում ենք, չեն կարողանում խաղաղություն ստեղծել այն երկրների հետ, ում հետ կարծես թե հնարավորինս, այսպես ասեմ, կառուցողական լինելով զիջումներ բառը չեմ ուզում օգտագործել։ Բերել ենք հարաբերությունները նման հնարավորությունների։ Եվ մյուսը, որը արդեն ապագային միտված, չափազանց մեծ եւ ծանր գործ է լինելու հարևանություն ունենալը, հասկանում եք։ Բայց մի բան պատրաստում, մի բան, այո, այն ժամանակ մենք դիրքավորվել ենք այդ ճշնամական միջավայրում, փակվել ենք եւ այսպես այլ փրկիչի կամ այլ մեկ փրկչի կամ մի քանի փրկիչներ ընտրելու եղանակով փորձում ենք մեր խնդիրները լուծել։ Հիմա չկա։ Հիմա մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեր ձեռքն է, նշեցի թե ինչպես պետք է դրան գնալ։ Իսկ Ռուսաստանի պարագայում էլի ամփոփելով խոսքս նշեմ, Ռուսաստանը կարևոր խաղացող է, նա պետք է լինի այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը մեզ համար լինելու է դիվերսիֆիկացիայի շատ կարևոր ուղղություններից մեկը, որով մենք փորձել ենք դիցուկ նաեւ սահմանափակել այստեղ կամ կառավարել Թուրքիայից հնարավոր նաեւ տնտեսական առումով հավակնությունները, ինչու ոչ նաեւ Ադրբեջանից։ Արձանագրենք, բայց միևնույն ժամանակ, որ Հայաստանում այս քաղաքական մտքին կամ այս քաղաքական դպրոցին զուգահեռ ձևավորվել է այսօր մեկ այլ քաղաքական միտք կամ էլ կա քաղաքական դպրոց, որը շատ ակտիվ է հատկապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների շրջանակում, որ չէ, մեզ փրկիչ պետք է, այդ երրորդ ուժ մեզ պետք է, մենք ուղղակի տեխնացությունն էինք սխալ որոշել։
Փրկիչը արդեն ոչ թե ռուսներն են, այլ օրինակ ամերիկացիներն են կամ եվրոպացիներն են, առավել էկզոտիկ տարբերակներ նշողներ կան, Իրանն է փրկիչը, Հնդկաստանն է փրկիչը, այսինքն այդ եկեք արձանագրենք, որ կարող ձևավորվել է այլևս Հայաստանում նաև այդ ուրեմն հոսանքը, այսպես ասենք, որ չէ փրկիչը պետք է, մենք տեխնացուին ենք սխալ ընտրել։ Մեր ժողովրդի ճակատագիրը, մեր անկախ հանրապետության ճակատագիրը բարդագույններից, որտեղ մենք ապրում ենք բարդագույն տարածաշրջանում։ Հեշտ չէ, լավ, Ռուսաստանին թողնում ենք, բայց տարածաշրջանին ինքը հարևան է, եւս երկու հարևան կայսրություններ մենք ունենք։ Հələ գնացեք եւ Մեքսիկացում եւ Կանադացում հարցրեք, ասեք հեշտ է Միացյալ Նահանգների հարևան լինել։ Իհարկե ոչ։ Գնացեք, ասենք նույն կենտրոնական Ասիա երկրներին, նրանք ինչ են ձգտում, այնպես չէ որ Էրդողանի համար կամ Թուրքիայի համար, ասենք, ուշքները գնում է կոպիտ ասած, ոչ։ Նրանց պետքա պարզապես Չինաստանի այդ ահռելի ազդեցությունը ինչ որ կերպ կառավարել։ Ռուսաստանի հետ նրանք շարունակում են այդ կարևոր հարաբերությունները էլի հավասարակշռված պահելու, Չինաստանից էլի եկած այդ ուրեմն տարբեր ալիքները կառավարելու համար։ Սա է ցավոք սրտի կայսրությունների հարևան լինելը, սա է, բայց այնպես չէ որ պետք է փրկիչի միջոցով միայն դա, որտեղ դա անընդհատ ապահովելու է թշնամական միջավայր, հակամարտության միջավայր եւ դու էլ դառնալու ես ընդհանրապես քաղաքական առևտրի առարկա, ինչպես եղանք մենք։ Պարոն Հակոբյան, դուք էլ չեք հավատում, որ մեզ փրկելու են։ Գիտեք, տպավորություն է, որ դե լավ է, էլի մի հատ փրկիչ ես ունենում ու ինքը միշտ քեզ փրկում է։ Ուղղակի դրա գինն է շատ բարձր լինում, երբ որ փրկողը որոշում է, որ մի անգամ քեզ չփրկի, ու այդ մի անգամը այնպեսի մեծ ցավալի գին ես վճարում։ Դրա համար պետք է ուրեմն քո ուժերը ճիշտ ես գնահատում։ Ես կարծում եմ, որ մենք 1000 հատ սխալ ենք արել, 1000 հատ կամ 2000 հատ, բայց երկու կարևորագույն սխալ ենք թույլ տվել մեր պատմության ընթացքում։ Առաջին, ճիշտ չենք հաշվարկել մեր ուժերը, երկրորդ, ճիշտ չենք հաշվարկել մեր հարևանների ուժերը, եւ սրա վրա կառուցել ենք քաղաքականություն եւ ունեցել ենք այս աղետը։ Դրա համար պետք է ոչ թե մեծ քեռիներ փնտրել արևելքում, արևմուտքում, հյուսիս-հարավում, այլ դու պետք է չափավորես քո հավակնությունները, երբ որ ես սա ասում եմ, ինձ ասում են գոնե մի քիչ երազելու տեղ թողել, չէ, երազելու տեղ թողնում եմ, բայց դու պետքա քո չափն իմանաս եւ զարմանալիորեն հայերս անհատապես ես իմ ընտանիքը չափազանց պրակտիկ են, անհատական հաշվարկված են, կարողանում ենք ճիշտ մեր ընտանեկան բյուջեն կազմել, հարևանների որի հետ հանկարծ բան չանենք, որ բայց հենց հարցը դառնում է այս որ հարցը պետությանը մի այնպիսի մենք շռայլություն ենք թույլ տալիս եւ այս խեղճուկրակ Հայաստանի վրա այնպիսի բեռ ենք դնում, որ այս երկիրը չի կարող դիմանալ, ով որ կարսը չի ուզում դավաճանա։ Սա է եւ պետք է այս ուղղությամբ իրավամբ քայլեր կատարել եւ բայց սա թող չհնչի էլի որպես ինքնանվաստացման կամ երազանք չունենալու, չէ, դա չեմ ասում։ Ուղղակի ասում եմ, մեր չափերը ճանաչենք եւ ճիշտ գնահատենք մեր հարևանների հնարավորությունները, որ ամեն անգամ քեռիներ չփնտրենք եւ այդ քեռիներն էլ ասենք մեզ դավաճանեցին։ Սա է։ Չափերը ճանաչելու մեջ երևի թե նույնիսկ շատ հեռու գնալ պետք չի, պետք է մի հատ ուղղակի վերցնել երկիր նարին նորից ընթերցել, էլի։ Որտեվ գիտեք, ուղղակի մեկ ապշեցնող է այն գործող անձանց իրադարձությունների կրկնությունները, որոնք որ կա երկիր նայի եւ մեր այդ վերջին 4-5 տարվա մեջ տեղ ունեցող իրադարձությունների մեջ։ Մենակ անուններն են տարբեր։ Անկամ գործող անձիկ ոնց որ շատ հաճախ լինել են։ Ընդհանրապես դե համեմատությունները մենք պատահական չենք անցկացնում 1920-ի եւ այս օրերի միջև, որտեղ իրավամ զարմացնող են, նույնիսկ ապշեցնող են այդ նմանությունները։ Պարոն, շնորհակալ եմ հրավեր ընդունելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք երևի թե միակ տրամաբանական եզրահանգման եկանք այս հաղորդման ընթացքում, մեկ այսպես մի փոքր շեղվելով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգից, որ Հայաստանի առջև կա միայն մեկ խնդիր, դա բալանսավորման խնդիրն է։ Բալանսավորում ոչ միայն արտաքին քաղաքական գործընկերների տրամաբանության մեջ, այլ ընդհանրապես բալանսավորում, ծայրահեղություններից հնարավորինս հեռու մնալը։ Գիտեք, ինչպես պարոն Հակոբյան նշեց, որ կամ ինչ որ sense ռուսներից ավելի ռուս ես կամ, չգիտեմ, sense Ռուսաստանի պետքա պատերազմ հայտարարել մոտապես տրամաբանության մեջ ես։ Եվ առաջինն է սխալ եւ երկրորդն է սխալ։ Այո, մենք չունենք այն շռայլությունը, որպեսզի լինենք ծայրահեղական։ Մենք չունենք այն շռայլությունը, որպեսզի չլինենք պրակտիկ հնարավորինս։ Եվ այո, դիվերսիֆիկացիան ինքը ոչ միայն արտաքին քաղաքական գործընկերների դիվերսիֆիկացիա այդ հարցին է վերաբերում, այլ նաև
քո համար հնարավորինս այլընտրանքներ ստեղծելուն, որոշումներ կայացնելու համար հնարավորություններ ստեղծելուն, եւ եթե դա ենթադրում է ինչ որ չափով վերարժևորում հայ-ռուսական հարաբերություններին, այո, դա պետք է տեղի ունենա։ Ի վերջո, ճգնաժամ բառը հունարեն կրիզիս, հա, ինքը նշանակում է նաև հնարավորություն։ Ինքը այո, որոշակի ուրեմն գործընթացի ավարտը կամ որոշակի հարաբերությունների ավարտը, բայց ինքը նաև հնարավորություն է նշանակում։ Եվ ամբողջովին երևի թե մեզանից է կախված մենք ինչքանով ենք կարողանալու այդ ճգնաժամից ստեղծել հնարավորություն։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։